Կառավարության նիստը սկսվեց էներգետիկայի նախարարի հայտարարությամբ առաջիկա 2 օրերին նայրեցիների աշխատավարձները կվճարվեն։ Երվանդ Զախարյանը վարչապետին վստահեցրեց, որ որևէ խոչընդոտ, այդ թվում նաև ֆինանսական, չկա։ Բոլոր փաստաթղթային ձևակերպումներին զուգահեռ կատարվում է աշխատավարձի վճարման աշխատանքները եւ մոտակա 1-2 օրերի ընթացքում ամբողջությամբ կվճարվեն։ Որևէ խանգարող եւ խոչընդոտող հանգամանքներ չկան, այդ թվում նաեւ ֆինանսական խնդիրներ։ Երբ ենք ավարտելու, պարոն Զախարյան։ Մոտակա 1-2 օրերի ընթացքում։ Կատարվել է նաև դեռ նախորդ նիստին վարչապետի հանձնարարականը կրճատել տնտեսվարողների տեսչական ստուգումները։ Նախագիծն արդեն պատրաստ է, մինչև 2015-ի ավարտը 170 տարբեր ստուգաթերթերի 90%-ը կկրճատվի։ Մնացած 10% ստուգումները կվերաբերեն բարձր ռիսկայնության ոլորտներին, հատկապես գազալցակայաններին, պետական, ոչ առևտրային կազմակերպություններին, այդ թվում նաև մանկապարտեզներին ու դպրոցներին։ Կարող են հայտնվել այնպիսի դեպքեր, որոնք էական վտանգ են սպառնում հանրային անվտանգությանը, այլոց իրավունքներին, կյանքին եւ առողջությանը։ Տեսչական մարմինը պետք է նախապես ներկայացնի հիմնավորումներ, թե ինչու պետք է իրականացվի այս կամ այն ստուգումը։ Հիմնավորումները պետք է պարունակեն ստուգման անհրաժեշտության առաջացման պատճառը եւ ռիսկի գործոնները, առկա իրավիճակի նկարագիրը, ստուգում չիրականացնելու դեպքում հնարավոր վտանգները եւ ստուգման իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքները։ Ոչ ընթացիկ ստուգումների հիմնավորումները տեսչական մարմինները պետք է ներկայացնեն վարչապետին գրավոր եւ միայն վարչապետի թույլտվությունը ստանալուց հետո ստուգումը կիրականացվի։ Տեսչական ստուգումները կրճատելով կառավարությունն ուզում է բարենպաստ պայմաններ ստեղծել գործարարների ու ձեռնարկատերերի համար։ Այս որոշման ընդունումը շատ կարևոր է եւ դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա։ Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներին խստագույնս հետևել օրենքի տառին եւ այս որոշման սահմանված կարգավորումներին։ Մյուս կողմից հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր ձևով դիմել համապատասխան նախարարին կամ կառավարության աշխատակազմ, որին երաշխավորում եմ սահմանված կարգով ընթաց կտրվի վարչապետի վերահսկողության ծառայության կողմից։ Եվս մեկ նախագիծ, որը կնպաստի փոքր ու միջին ձեռնարկատիրությանը, կառավարությունը հաստատեց Եվրոպական միության եւ Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, որով Հայաստանը միանում է ձեռնարկությունների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն ծրագրին։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս մոտ 32,000 Հայաստանի սուբյեկտներին ընդգրկված լինելու ձեռնարկությունների եվրոպական ցանցին, երիտասարդ բիզնեսմենների եւ ներկայացնել իրենց ծրագրերը եւ ընդհանուր առմամբ մտնել այդ շուկա։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ ծրագրի կարևորության մասին խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն իր հետ հանդիպման ժամանակ։ Եվրոպական խորհուրդը եւս պատրաստ է աջակցել այդ ծրագրին։ Ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանյան ՓՄԶ սուբյեկտներին օգտվելու Եվրամիության կողմից ՓՄԶ-ների զարգացման ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից։ Մասնավորապես, ծրագրին մասնակցությունը Հայաստանի ՓՄԶ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ ձեռնարկություններ եվրոպական ցանցի գործունեության շրջանակներում, էականորեն բարձրացնելով Հայաստանում վերջիներիս գործունեության արդյունավետությունը։ Ձեռնարկատերերն այսուհետև պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն արտահանվող հայկական կոնյակին։ Կառավարության նոր որոշմամբ հայկական կոնյակի նույնականացումը կհաստատի սննդի տեսչությունը։ Կոնյակը հայկական է թե ոչ, կորոշի տեսչությունը սահմանված չափորոշիչներով։ Հայկական կոնյակ անվանումը եւ նրա համապատասխանությունը Հայաստանից արտահանման ժամանակ հավաստելու ֆունկցիան է, որը ավելի շատ վերաբերում է սննդի անվտանգության տեսչությանը։ Ընդ որում այս պահանջը ոչ մի երկրի կողմից չի պարտադրված Հայաստանին, սա Հայաստանի որոշումն է, որպեսզի մեր հայկական կոնյակ տեսակը պահպանվի։ Կառավարությունը հաստատեց նաև եւս մեկ ոչ աշխատանքային օր ունենալու մասին որոշումը Խաչվերաստոնի առիթով սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 19-ին շաբաթ օրը։ Աշխատանքային կլինի, սակայն օգոստոսի 17-ը Աստվածածնի վերափոխման կամ Խաղող օրհնեքի տոնը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց գործատուներին տոնին հաջորդող երկուշաբթի օրը ընդառաջել այն աշխատակիցներին, որոնք կցանկանան այցելել իրենց հանգուցյալների շիրիմներին կամ գնալ եկեղեցի։ Մանուիրիցյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։